Անհերքելի փաստ է, որ մեր օրերում պետությունն ու եկեղեցին գտնվում են պայքարի բարդ փուլում։ Միայն թե կարևոր է, որ այս շրջանում չտուժի մեր հավատքն ու եկեղեցու նկատմամբ վստահությունը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է հայ առաքելական եկեղեցու շուրջ սկսված գործընթացները մեր հավատքն էլ ավելի են ամրապնդել։ Շատ երիտասարդներ, որոնք մեղմ ասած անտարբեր էին, որովհետև հայ առաքելական եկեղեցին էլ առանձնապես թողներ ինձ են հոգևորականները, որոնք ջանք են գործադրում, ինչ-որ պրոցեսներ են գեներացնում, հետաքրքրություն են առաջացնում, բայց ճիշտ մեծամասնությունը ավելի ֆորմալ էր, գալիս էին, ինչ-որ արարողություններին մասնակցում էին, գնում էին, շատերի երիտասարդության համար հասկանալի չէր ընդհանրապես ինչի մասին է։ Այս գեներացված պրոցեսները հնարավորություն տվեցին մարդկանց եւ ստիպեցին գնալ հետաքրքրվել կանոններով, կանոնակարգերով, եկեղեցու պատմությունով, մեր ավանդույթներով ու մարդիկ շատ բան հասկացան, մասնավորապես, որ սա ուղղակի եկեղեցի չի, հերթական կրոնական կազմակերպությունը չի։ Սա առաջին դեպքը չէ, երբ եկեղեցին հայտնվում է թիրախում, ասում է Կարապետյանցը։ Սա առաջին դեպքը չի, երբ մեր կաթողիկոսները սպանվելու են, կալանավորվելու են, առևանգվելու են։ Սա առաջի դեպքը չի լինելու, սա կլինի հերթական դեպքը, մի տարբերությամբ, որ ժամանակին օտարներն էին իրանց առևանգում, սպանում եւ մնացած բոլոր գործողությունները անում, հիմա անում են Հայաստանի Հանրապետության ներսից։ Այդ ցավալին թերևս միայն դա է, եւ դա արվում է նաեւ օծված Սուրբ Միրոնով օծված մարդկանց աջակցությամբ։ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը չպետք է պայմանավորվի բարձրաստիճան հոգևորականներին սիրել չսիրելով։ Բոլոր պաշտոնյաները ժամանակավոր, ցավոք սրտի լավ կաթողիկոսներն է ժամանակավոր, բարեբախտաբար վատ կաթողիկոսներն է ժամանակավոր։ Այնպես որ այս հարցերը շատ հեշտ լուծվող հարցեր են ու պետք չի դրա համար կազմակերպել եկեղեցին։ Մենք մի քանի հետաքրքիր պրոցեսներ ունեցանք։ Առաջինը դա մեր հասարակության հետաքրքրությունն էր սեփական պատմությունով, դա մեր հասարակության վերադարձն էր դեպի հայ առաքելական եկեղեցի, որովհետև շատերը սկսել են գնալ պատարակների մասնակցել, որովհետև այդպես են իրենց աջակցությունը հայտ։ Չեն գնում փողոց, կռիվ չեն անում, ինչ որ մարդկանց ոնց որ որոշ մարդիկ առաջարկում են, պատերով չեն ծեփում, ասֆալտին չեն փռում, բայց գնում են մասնակցում են, պես են աջակցում։ Այն խնդիրները, որոնք կան եկեղեցու ներսում, այսինքն այն մարդիկ, ովքեր արժեքներ կրող չէին, ովքեր այդ նույն Միրոնի, որը էլի մի քանի հազար տարվա պատմություն ունի, այսինքն ինքը պատահական պրոցես չի էլի։ Այդ Միրոնի այդ գաղափարի մտքի հավատի չկրողները ինքնալուստրացվեցին։ Այդ մարդիկ դուրս եկան խաղից եւ եկեղեցին քիչ գնում է ինքնամաքրման։ Իրավապաշտպանը եկեղեցու ներսում բազմաթիվ խնդիրներ է տեսնում, բայց ըստ նրա դրանք պետք է կարգավորի միմիայն եկեղեցին իր ներքին կանոնակարգով։ Օրվա իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների գործողությունները հակասահմանադրական են, հակակոնվենցիոն են, հակաիրավական են, քրեորեն դատապարտելի են, ասելա թե այս մարդիկ պիտի քրեական պատասխանատվություն կրեն եկեղեցու գործերի միջամտելու, որովհետև անկախ նրանից մենք սիրում ենք կաթողիկոսին թե չենք սիրում, կամ որևէ կրոնական կազմակերպության ղեկավարին համակրում ենք կամ չենք համակրում, կան օրենքներ, որոնք անքննելի են եւ վերաբերում են բոլորին։ Իսկ այդ մեր գործող օրենքներով եւ միջազգային նորմերով, միջազգային կոնվենցիաներով, որոնք մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը կիրառել են կոնվենցիաները, գրված է, որ ցանկացած կրոնական կազմակերպություն իր ներքին կանոնակարգով է առաջնորդվում, որևէ մեկը չի կարող խոչընդոտել կրոնական կազմակերպության ծեսերին, արարողություններին, որևէ մեկը չի կարող կրոնական կազմակերպության ներկայացուցիչների նկատմամբ վերաբերյալ ատելության խոսք տարածել։ Իրավապաշտպանը հղում է անում արդարադատության համակարգին։ Հայաստանի Հանրապետությունում շատ վաղուց, ես կասեի շատ վաղուց, չկա արդարադատության համակարգ։ Սա այնպես չի, որ ես առաջի օրն եմ ասում, եւ դա կապված է Նիկոլ Փաշինյանի հետ, հենց անձամբ իր հետ։ Մենք նախկինում էլ չենք ունեցել, բայց այս աստիճանի հակակոնվենցիոն գործողությունների ականատես մենք չենք եղել, ու սա շատ ցավալի է։ Եթե մենք ունենանք իսկապես երկրում դատախազություն, չգիտեմ, տարբեր այլ մարմիններ, մենք վաղուց կունենայինք քրեական գործ հարուցված։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր, ամոթալի է։ Նինա Կարապետյանցը ցավով է նշում, որ հասարակության մի մասն անգիտակցաբար դարձել է այս պատմության զոհը։ Մարդիկ բաժանվել են տարբեր ճամբարների, մի մասը կողմ է
փոփոխություններին, մյուսները դժգոհ են, որ պետությունը խառնվում է եկեղեցու գործերին։ Պետք է մեր եկեղեցին բարենորոգվի, այս քննարկումների։ Պետք է։ Մեր եկեղեցին հիմա ոնց կան ասել թոմանը։ Պետք չի որ այդ չար ուժերը մտնեն եկեղեցի։ Հայրապես չեմ ուզում լսել։ Չեք ուզում այդ թեմայով խոսել։ Ամոթ է։ Շատերը տեսախցիկի առջև խոսել չցանկացան։ Հարցվածների մեծամասնությունը փաստում է ցանկացած միջամտություն իշխանության կողմից ընկալվում է որպես հարված ազգային արժեքներին, իսկ եկեղեցու բարենորոգումները դիտարկվում են որպես եկեղեցուն թուլացնելու եւ հնազանդեցնելու գործիք։ Հոգևոր աշխարհում ավելորդ ցնցումներ առաջացնելուց պետությունը պետք է զերծ մնա։ Հասմիկ Վարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։